Միջազգային ակումբ ծրագրի շրջանակներում գյումրեցի երիտասարդները ուսումնասիրում են տարբեր երկրների պատմությունը, մշակույթը, ազգային ավանդույթները։ Իրենց առաջին նախաձեռնությունը Հայաստանին է նվիրված եղել, որում ներգրավված են եղել նաև կամավորներ արտերկրից, հիմնականում լեհ երիտասարդներ, ովքեր իրենց հերթին գյումրեցի երիտասարդներին ներկայացրել են իրենց ազգային ավանդույթները, մշակույթը, երգն ու պարը, ծանոթացրել նաև իրենց կերակրատեսակների հետ։ Այդ ամենն այնքան է գրավել տեղի երիտասարդներին, որ որոշել են անդրադառնալ լեհական պատմությանը, մշակույթին, ազգային ծեսերին, ներկայացնում է երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպության մշակութային ծրագրերի պատասխանատուն։ Նրանք ծանոթացել են լեհ եւ հայ ժողովուրդների ընդհանրություններին ու տարբերություններին եւ ներկայացնում են գյումրեցի հասարակությանը։ Լեզուների մասին կարող եմ ասել, որ բավականաչափ տարբեր են լեզուները, սակայն ինչն է մեզ հնարավորություն տալիս ավելի հեշտությամբ շփվել լեհերի հետ, քանի որ սլավոնական ազգեր են ու լեզուն էլ սլավոնական լեզվաընտանիքին է պատկանում, մենք էլ հայերս բավականաչափ տիրապետում ենք ռուսերենին, ուստի հնարավորություն է մեզ տալիս հեշտությամբ, եթե ոչ հեշտությամբ, ապա իրար հասկանալ ու առօրեական մակարդակի վրա իրար հասկանում ենք, չնայած որ լեզուները տարբեր են։ Այսպիսով գյումրեցի երիտասարդներին առավել գրավելու հետաքրքրել է լեհական մշակույթը, նրանց երգն ու պարը։ 2 ամսվա ընթացքում սովորել են Լեհաստանի օրհներգը, նաև այդ երկրի ազգային պարերը։ Ռուբեն Տեր-Գրիգորյանը նշում է, թե հայկական ու լեհական պարերի միջև էական տարբերություն կա։ Նախ տարբեր են ազգային տարազները եւ հետո շարժումները։ Նրանց պարերն ավելի ռիթմիկ են, ասում է նրա պարի զուգընկեր Աննա Աթոյանը։ Նրանք ինքնուրույն են սովորել լեհական այս պարը։ Մասնակցելով այս կազմակերպչական աշխատանքին, մենք ահագին բան սովորեցինք Լեհաստանի մասին, որովհետև այդ ամբողջ հարց կազմել, ուտեստների պատրաստելու ձևերը փորձեցինք նաև։ Ես հայկական պարող եմ, պարում եմ հայկական Սահմանախշեր պարի խմբում եւ հիմա ներկայացնում եմ լեհական պարը։ Տարբերվում են իրենց մշակույթով, իրենց ամեն ինչով, շարժումներով նույնիսկ տարբերվում են եւ ավելի սլավոնական ոճի պարեր են նրանց պարերը։ Հագուստը տարբերվում է, հագուստը իսկական հայկականը ավելի ասիական ոճ է, իսկ նրանցը դեպի սլավոնական զգեստներ են։ Իսկ գյումրեցի երիտասարդ աղջիկներից մի քանիսին գրավել է լեհական խոհանոցը։ Նրանք պատրաստել են լեհական մի քանի կերակրատեսակներ, լեհ խոհարարների բաղադրատոմսերով։ Իրենց կարծիքով լեհական խոհանոցը ինչ-որ չափով նման է վրացականին, հայկականից շատ է տարբերվում։ Միայն կարտոֆիլով կարկանդակն է, որ նմանեցնում են հայկականին։ Նույն մեր կոտլետների նման են, այն նմանությունը այստեղ է, որ մենք էլ ենք օգտագործում, չէ՞, կարտոֆիլով կոտլետներ պատրաստում։ Նման են մեր կոտլետներին, բայց այս մեր լեհ կամավորներից մեկն է սարքել, պատրաստել մի անգամ ու ինձ թվում է սրանով է դիտում նմանությունը, իսկ բիկոսը լրիվ տարբեր է մեր ուտեստից, պիրոգին նույնպես մենք նման բաներ չենք պատրաստում։ Իսկ միջոցառմանը ներկա Հայաստանում Լեհաստանի դեսպանատան մշակույթի բաժնի ներկայացուցչին Հայաստանում դուր է եկել ամեն ինչ։ Նրան գրավել է հայկական մշակույթը, մեր ազգային ծեսերն ու ավանդույթները։ Նրա կարծիքով նմանատիպ միջոցառումները կնպաստեն մշակութային երկխոսությանը։ Мы очень высоко ценим такого рода мероприятия. То есть Մենք բարձր ենք գնահատում նմանատիպ միջոցառումները։ Իմ կարծիքով սա ինչ-որ չափով կնպաստի նախ երկու ազգությունների մեծացմանը, ապա մշակութային երկխոսության սկիզբ կհանդիսանա։ Նշեմ, որ ձեր երկրում ինձ ամեն ինչ դուր եկավ։ Հայաստանում ես ինձ զգում եմ ինչպես Լեհաստանում։ Չեմ առանձնացնում երկու երկրները։ Միայն պետք է նշեմ, որ ձեր մոտ ջերմաստիճանն է շատ բարձր։ Մեր երկրում երբեք 40 աստիճան տաքություն չի դիտվում։ Վերջում գյումրեցի երիտասարդները ներկայացրեցին Լեհաստանի մասին պատմող փոքրիկ տեսանյութ, որը պատմում էր այն մասին, թե ինչպիսին է լեհ ժողովրդի առօրյան, ինչպես են աշխատում եւ ապրում նրանք։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալենյուս։